Ֆուտբոլի ֆեդերացիայի անվտանգության պետը բռնություն է կիրառել խաղադաշտ մտած անչափահաս երկրպագուի նկատմամբ։ Դատապարտելի է, բայց ծիծաղելի է, երբ դատապարտում է Ալեն Սիմոնյանը, ասում է մարդը, որ հանրային անվտանգությամբ է զբաղվում, պետք է տիրապետի իր մասնագիտական պարտականություններին։ Ով ասի, Ալենը այդ թեմայից պետք է հեռու մնա, որովհետև նման մի երկու ախրանիկ էլ ինքն էր հրամայել քաղաքացու թևերը ոլորել ու թքել էր վրան։ Դու բռնությունից խոսելու այնքան տեղ ունես, ինչքան հարկատուների դեմ օրենք ընդունող Թունյան Բաբկենը հարկատուների փողերից աշխատավարձ ստանալու։ Ալեն Սիմոնյանի մայրը թքում է մարդկանց վրա։ Միջնամատն է ցույց տալիս։ Ալենը թքում է մարդկանց վրա, հետո խոսում է այն մասին, որ ինչ-որ գծեր անցնելուց հետո ոչնչանում ես։ Ալեն Սիմոնյանը ապրում է Դղյակում, բայց նախկին պաշտոնյային քննադատում է, թե գնա քեզ համար հերթական դղյակը սարքի։ Այն, որ ուզում ես ասես, գոնե մի խոսա էլի։ Սաղ քպականներով իրար կպնեիք 2018 թվին, մի սեղանի հաշիվ հազիվ փակեիք։ Հիմա ոնց նայում ես միլիոնների հաշիվներ, պարտքով տված փողեր, մեքենաներ, տներ, ու դուք դեռ ինչ-որ մեկի թալանից եք խոսում։ Ժողովուրդը շունչը պահած սպասում է, երբ եք իշխանազրկվելու, իմանա ինչ կարողություններ եք դիզել իրականում։